Բնապահպան, իրավաբան, Հայաստանի անտառներ հասարակական կազմակերպության տնօրեն Նազելի Վարդանյանի դեմ Լիդիան Արմենյան 2026 թվականի փետրվարի 17-ին երկրորդ դատական հայցն է ներկայացրել, պահանջելով 2026 թվականի հունվարի 20-ին Panorama.am կայքում լույս տեսած հոդվածի վերաբերյալ հերքում և 6 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ, որպես գործարար համբավին պատճառված վնասի փոխհատուցման գումար։ Սա ընկերության երկրորդ հայցն է ընդդեմ Նազելի Վարդանյանի, բայց ընդհանուր թվով 3 հայց կա, որով պատասխանողը Նազելի Վարդանյանն է։ Առաջինը 50,000 դրամ էր, չնայած 1 միլիոնի պահանջը 50,000-ը որոշվել ու դա գնացել է Եվրոդատարան։ Երկրորդ գործը գլաձորի հետ կապված 1 միլիոն են պահանջում եւ հերքում, եւ այս երրորդ գործը Լիդիանի ներկայացված հայցով 6 միլիոն են պահանջում եւ հերքում։ Հերքում են ուզում, բայց ինչը հերքես չգիտես էլի, բաներ կա, որ ասենք եթե օրենքի պահանջն ես ասում, ես ինչը հերքեմ, ասեմ օրենքը սխալ է, թե ինչ ասեմ, էլի, բաներ կա, որ չգիտեմ։ Կամ բան կա, որ ես 15-20 տարի նույն հարտահայտությունը արել եմ, այն ժամանակ զրպարտություն չի համարվել, հիմա համարվում է։ Ու տենց դիքը իրար հակասող բաներ կա, որ անհասկանալի է, ու դա հենց հիմնավորում է, որ սա նպատակ ունի վախեցնելու, տնտեսական ծանր վիճակի մեջ տնելու, ճնշումներ գործադրելու, սա էլ մի գործիք է, որ իրանք կիրառում են։ Նախորդ հայցը, որն արդեն քննվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, Լիդիան Արմենիա Փակbaşնետիրական ընկերությունը Նազելի Վարդանյանի դեմ ներկայացրել է 2018 թվականի դեկտեմբերի 21-ին, 2018 թվականի նոյեմբերի 29-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Նազելի Վարդանյանի կողմից ներկայացված զրպարտություն համարվող տվյալները հրապարակայնորեն հերքել պարտավորեցնելուն, փոխհատուցման գումարի բռնականցման եւ դատական ծախսերի փոխհատուցման պահանջներով։ Նազելի Վարդանյանը հակադարձում է այդ արտահայտություններն ինքն արել է աշխատանքային հանդիպման ժամանակ, որի ժամանակ ինչ-որ մի մասնակից առանց թույլտվության ուղիղ եթերեր արել։ Այս հայցի վերաբերյալ դատարանը 2020 թվականի հունիսի 10-ին որոշում է ընդունել Լիդիան Արմենիա Փակbaşնետիրական ընկերության հայցն ընդդեմ Նազելի Զավենի Վարդանյանի զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել պարտավորեցնելու եւ գումար բռնականցելու վերաբերյալ բավարարել է մասնակի։ Հատկանշական է նշել նաև, որ դատալեքսում մուտքագրված տվյալներում եւս կա հակասություն։ Հայցը ներկայացվել է 2018 թվականի դեկտեմբերին, վճռի մեջ նշված է, որ Նազելի Վարդանյանն այդ արտահայտություններն արել է 2019 թվականի նոյեմբերի 29-ին։ Որտեւ եթե իրենք իրենց իմիջի մասին են մտածում, ամեն ինչ պիտի անեն, որ մարդը նորից չխոսա ու չանդրադառնա։ Իսկ հիմա ստիպված, որ դատի են տալիս, ստիպված ես ինքս ինձ պաշտպանելու համար պետք է ներկայացնեմ ու նորից այդ անդրադառնանք այդ ամեն ինչին։ Հիմա չգիտեմ, իրանք դրան շահում են, թե տուժում են, այդ արդեն իրենց որոշումն է, իրենց իրավունքն է, այս բան չեմ կարող ասեմ։ Նազելի Վարդանյանի դեմ մեկ հայցել ներկայացրել է Արամ Օսիկյանը եւ Մետագոլ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2025 թվականի օգոստոսի 7-ին, պահանջելով, որ Նազելի Վարդանյանը հերքի 2025 թվականի հուլիսի 7-ին Եղեգնաձորի մշակույթի պալատում տեղի ունեցած հանրային քննարկման ժամանակ Մետագոլ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության եւ Արամ Օսիկյանի հասցեին հնչեցրած արտահայտությունները, ինչպես նաեւ պատասխանողներ Նազելի Զավենի Վարդանյանից եւ Հայաստանի անտառներ հասարակական կազմակերպությունից համապատասխանության կարգով հօգուտ հայցվորներ Մետագոլ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության եւ Արամ Օսիկյանի բռնականցել 1 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ, որպես զրպարտության միջոցով Մետագոլ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործարար համբավին եւ Արամ Օսիկյանի պատվին ու արժանապատվությանը պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում։ Այս հայցը 2026 թվականի մարտի 26-ին նշանակված դատական նիստի ժամանակ դատարանը որոշեց թողնել առանց քննության հայցատուների դատական նիստերից 2 անգամ անհարկելի բացակայելու պատճառով։ Բայց մեր օրենսդրությունը, որ անկատար է, այդ առումով, չնայած մենք ՍԵՊԱ-ի պայմանագրով պարտավորվել ենք, որ մեր օրենսդրությունը համապատասխանեցնենք Եվրոմիության օրենսդրությանը, իսկ Եվրոմիության շրջանակներում արդեն այդ ռազմավարական դատավարությունների վերաբերյալ կոնկրետ օրենսդրություն կա եւ նման գործեր ընդհանրապես վարույթ չեն ընդունում։ Վերջին շրջանում Հայաստանում մեծ թափ է առել բնապահպաններին եւ ակտիվիստներին լրացնելու համար տարբեր միջոցների կիրառումը, կեղծ նարատիվների տարածման եւ դատական հայցերի միջոցով, ահա զանգում են միջազգային կառույցները այս
մասին տարբեր հայտարարություններ տարածելով։ 2025 թվականին հրապարակված տարեկան զեկույցում Միավորված ազգերի կազմակերպության Օրհուսի կոնվենցիայի շրջանակներում շրջակա միջավայրի պաշտպանների հարցով հատուկ զեկուցող Միշել Ֆորստը ևս անդրադարձել է խնդրին, նշելով կողմերի, այն է Օրհուսի կոնվենցիան վավերացրած պետությունների տարածքներում շրջակա միջավայրի պաշտպանները գործում են գնալով ավելի բարդ պայմաններում, որոնք ընդհանուր առմամբ արտացոլում են քաղաքացիական տարածքի նեղացումը։ Դատելով մասնակիցների փորձից շրջակա միջավայրի պաշտպանները բախվում են վրեժխնդրության բարձր ռիսկի։ Սպառնալիքները բխում են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր սուբյեկտներից, ներառյալ բոլոր մակարդակների իշխանության մարմինները, քաղաքական գործիչները, ընկերությունները եւ մասնավոր անձինք։ Քաղաքացուց այնը մայրաքաղաք Երևանից։